Հայաստանը 2026-ի աշնանը կկարողանա իր քաղաքացիներին տրամադրել նոր կենսաչափական անձնագրեր։ Այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Եռում-փուլում են գտնվում նոր կենսաչափական համակարգի ներդրման հետ կապված աշխատանքները, ու ես ուրախությամբ պետք է փաստեմ, որ ի վերջո Հայաստանը կկարողանա իր քաղաքացուն տրամադրել նոր սերնդի կենսաչափական փաստաթղթեր, նշել է նա։ 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության սնանկության դատարան մուտքագրվել է 4733 սնանկության գործ։ Նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցվել է 7334 սնանկության գործ։ Հաշվետու տարում ավարտվել է գործերից 4074-ը, անավարտ է մնացել 7993-ը։ Կառավարությունը որոշում է ընդունել ընդլայնել բնակարանների կառուցման պետական աջակցության ծրագիրը, որը հայտնի է որպես 16 միլիոն դրամ ծրագիր։ Ծրագիրը նախկինում վերաբերում էր սահմանամերձ բնակավայրերին, սակայն այժմ տարածվելու է նաև այն գյուղական համայնքների վրա, որտեղ կառուցվել կամ կառուցվում են կրթահամալիրներ և դպրոցներ։ Աջակցությունը տրամադրվելու է ոչ միայն տվյալ բնակավայրին, այլև կրթահամալիրի սպասարկման ամբողջ տիրույթի գյուղերին։ Ներքին գործերի նախարարության տվյալներով Հայաստանի դիրքերը բարձր են միջազգային անվտանգության վարկանիշներում։ Օրինակ, World Travel Index-ի տվյալներով Հայաստանը զբոսաշրջային այցելությունների անվտանգության ապահովման առումով զբաղեցնում է 13-րդ տեղը 193 երկրների շարքում 90.27 միավորով։ Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցում է մի շարք եվրոպական և ասիական երկրների։ Իրանը վճար է սահմանել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար, կազմակերպելով այսպես կոչված անվտանգ միջանցք։ Վճարման մեխանիզմն ինքնին մնում է անորոշ Իրանի դեմ պատժամիջոցների պայմաններում։ Ըստ որոշ տեղեկությունների, անվտանգ միջանցքի երթուղին անցնում է Լարակ կղզու մոտ գտնվող Իրանի տարածքային ջրերով։ Սաուդյան Արաբիան կանխատեսում է, որ նավթի գները առաջիկա շաբաթներին կարող են հասնել մինչև $180 մեկ բարելի դիմաց, եթե մատակարարումների խափանումները պահպանվեն մինչև ապրիլի վերջ։ Փորձագետների գնահատմամբ, պահեստավորված պաշարների նվազման պայմաններում շուկայում կարող է առաջանալ դեֆիցիտ, ինչը կշարունակի բարձրացնել գները։ Միևնույն ժամանակ նշվում է, որ Սաուդյան Արաբիան չի աջակցում գների չափազանց արագ աճին, քանի որ դա կարող է հանգեցնել շուկայի անկայունության։ Ճապոնիան մինչև $73 միլիարդ կներդնի Միացյալ Նահանգների էներգետիկ ոլորտում։ Համաձայնագիրը ներառում է 3 խոշոր նախագիծ, որոնցից մեկը վերաբերում է հաջորդ սերնդի փոքր մոդուլային ատոմային ռեակտորների կառուցմանը։ Այս ներդրումները հանդիսանում են Միացյալ Նահանգներում ճապոնական ընդհանուր $550 միլիարդ ներդրումային պարտավորությունների երկրորդ փուլը, որը ձևավորվել է երկրների միջև առևտրային համաձայնագրի շրջանակում։ Միացյալ Նահանգներում կհատեն Թրամփի պատկերով ոսկե հուշադրամ։ Մետաղադրամի դիմերեսին կպատկերվի Միացյալ Նահանգների գործող նախագահը օվալաձև աշխատասենյակի սեղանին հենված և սեղմված բռունցքներով։ Դեռ 2025 թվականի հոկտեմբերին Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը քննարկում էր Թրամփի պատկերով հավաքորդական մետաղադրամների թողարկման տարբերակը Միացյալ Նահանգների հիմնադրման 250-ամյակի շրջանակում։ Իշխանությունները տարբեր հարթակներից ու տարբեր պաշտոնատար անձանց միջոցով պարբերաբար հայտարարում են, թե արդեն տևական ժամանակ է Հայաստանի Հանրապետության սահմաններին միջադեպեր չեն արձանագրվել, մարտական պայմաններում սահմանին զոհ չունենք։ Այս անգամ թեզը առաջ տանելու հերթը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանինն էր։ Վերջինս սահմաններին տիրող այսպես կոչված հարաբերական կայունությունը կապում է Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի հետ։ 2025 թվականին հաստատվել է բանակի կերպափոխման հայեցակարգից բխող գործողությունների ծրագիրը, որի շրջանակներում իրականացվել են զինծառայողների ատեստավորման, պաշտպան հայրենիաց ծրագրի շահառուների շրջանակների ընդլայնման, արհեստավար սերժանտական համակարգի և հրահանգիչների ինստիտուտի զարգացման, պատրաստության նոր ծրագրերի մշակման, զինված ուժերի կազմակերպչական և հաստիքային կառուցվածքի բարելավման, ինժեներական սարքավորման և ամրացված շրջանների կառուցման,
եւ այլ աշխատանքներ։ Արդեն նիստից հետո լրագրողների հետ զրույցում Պապիկյանը նաև հերքեց տեղեկությունները, թե Հայաստանի տարածքում Ադրբեջանը դիրք է կառուցում։ Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն է ըստ Պաշտպանության նախարարի, բայց մեր սահմաններից ընդամենը մի քանի կիլոմետրային կողմ պատերազմական լուրջ գործողություններ են ընթանում, որոնք սպառնում են տարածաշրջանային եւ ընդհանրապես համաշխարհային կայունությանը։ Իրանում պատերազմի առաջին օրը Հայաստանի Հանրապետության իշխանական վերնախավը ներկուսակցական քարոզարշավ էր իրականացնում։ Ավելի ուշ Փաշինյանը պարզաբանեց, թե իրենք նախապես էին անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել։ Պաշտպանության նախարարն էլ է նման արձագանքով հանդես գալիս։ Հայաստանի Հանրապետությունում կան մարմիններ, անվտանգության խորհուրդ, արտաքին հետախուզական ծառայություն, ազգային անվտանգության ծառայություն։ Պաշտպանության նախարարությունը կա, պաշտպանության նախարարությունը իր տեղում է, բոլոր ռիսկերը գնահատվում են։ Խաղաղության թեման կարմիր թելով անցավ նաև ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի զեկույցում։ Անկախությունից ի վեր 2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միգրացիոն դրական սալդո է արձանագրվել։ Սա նշանակում է, որ հաստատված խաղաղության բազմաթիվ ոլորտային բարեփոխումների արդյունքում առաջին անգամ արձանագրվում է ՀՀ քաղաքացիների ներգաղթ եւ այս միտումները մենք պետք է խնամքով պահպանենք եւ ավելի արդյունավետ դարձնենք։ Ներքին գործերի նախարարը չի հերքում, որ արտակարգ դեպքերի ու պատահարների թիվն աճել է, բայց որպես հակազդում բերում է այն փաստը, որ այդ դեպքերի հետևանքով տուժածների թիվը նվազել է 1601-ով, իսկ զոհերի թիվը նվազել է 59-ով։ Ամփոփվել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող ռոբոտների հաքաթոնի արդյունքները։ Առաջին տեղի մրցանակին արժանացել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հատուկ թիմը, ստանալով 1.5 միլիոն դրամ պարգև։ Երկրորդ մրցանակը շնորհվել է Երևանի Արմաթ ճարտարագիտական լաբորատորիայի թիմին 1 միլիոն դրամ պարգևով։ Երրորդ մրցանակին արժանացել է Իջևանի իրական դպրոցի թիմը, ստանալով 500,000 դրամ։